Հայաստանի միակ խնդիրը նա է, որ բոլորը միահամուռ չեն կարողանում իմիգալ հասկանալ ինչ է կատարվում։ Եթե ամբողջ ազգը միանա, ժողովուրդը միահամուռ պայքարեն մեր անկախության, մեր ազատության համար, այլ ոչ թե փնովեն ղեկավար, չգիտեմ ինչեր, դա լրիվ աբսուրդ է։ Միայն համախմբված, իրար հասկանալ, իրար հարգել, միայն մենք կարող ենք այսպես ազատություն ձեռք բերել, անկախություն ձեռք բերել, որ այսօր ամենակարևոր խնդիրն է։ Թե չէ մնացած ավելորդ լրագրողները շատ հաճույքով գնահատում եմ ձեր աշխատանքը, բայց մեկ-մեկ ինքան անիմաստ ու չգիտեմ, անմիտ չեմ կարող ասել, միգուցե իրենց աշխատանքն իրենք կատարում են, բայց ամեն տեղ էլ կան թերություններ։ Միայն պետք է հարգանքով մոտենալ այդ թերություններին, կարողանալ ճիշտ հասկանանք, հարգեն ազգը, ժողովուրդը, միահամուռ պիտի լինենք, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Անցյալը անցավ, ով ինչ արեց, արեցին։ Երկիրը ոտքի չկանգնեցրին, ռազմավարական ոչ մի քայլեր չարեցին եւ այսօր եկել ենք տուպիկի առաջ կանգնել ենք ու մենք կարողանում ենք արդեն նոր սկսել մեր գոյատևությունը, մեր անկախությունը, մեր ազատությունը, այսօր ձայնը տվել են, դուք ազատ կարողանում եք ձեր լրատվություն անցկացնել, իսկ միթե ժամանակին այդ ամեն ինչը չկար, ուղղակի պետք է գնահատել ու ճիշտ հասկանալ իրավիճակը, թյուրիմացություններ, ժողովրդին գցել, այս սա է, նա է, չի կարելի, այսօր մեր միայն հարկավոր են միասնություն, իրար հարգանք, ազգը ոտքի հանել, երիտասարդները աշխատում են, ջանում են, բոլոր իրենց աշխատանքն են կատարում, միայն դա է մնում, ճիշտ հասկանալ իրավիճակը, չենթարկվել ոչ մի տեսակի ավելորդ բամբասանքներին, ասուկոսներին, հարգենք եւ ղեկավարին, այսօր մեր ազգն է, մեր պատիվն է, մեր չի կարելի, մարդիկ լսում են փնովում մեկը մյուսին, որքանով է դա գեղեցիկ։ Իսկ դուք ինչպես եք վերաբերվում ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի եւ մնացածների լեքսիկոնին։ Նայեք, լավ, եթե այսպիսի մի խնդիր կա, ժամանակին, երբ որ բոլորը լռում էին ազգային ժողովում եւ քնած էին եւ ոչինչ չէին անում եւ այսօր այդ ուժերը, ընդդիմադիր ասածները կարողանում են ներվային ստրեսներ, վիճակներ անել, որտեվ դա այսօր իրենց հարկավոր է, որովհետեւ ճիշտ պետք է նայել ամեն ինչին։ Ժամանակները մենք նայում ենք այդ ազգային ժողովը եւ 100%-ով համոզված եմ մարդկանց 80%-ն անգամ չեր էլ նայում, որտեվ իրենք իրենց օրենքները դնում էին, իրենց ասածներն անում էին, ոմանք քնում էին, մի հատ կարելի է նայել եւ համեմատել, այսօր աշխատանք են կատարում, արգելում են, ինչի համար, մենք ենք ընտրել մեր ղեկավարին, լավ է, վատ է, այսօր մենք պետք է համախմբվենք, ինչի համար է հայոյում կամ ինչ են անում, ավելորդ վիճակ են չէ ստեղծում, իրավիճակը ստեղծում են, որ անում են։ Բայց պետք է իշխանության ղեկավարը չպետք է զսպվածություն ցուցաբերի։ Լավ, զսպվածությունը համամիտ եմ, բայց այդ զսպվածության հետ մեկտեղ կան կարմիր գծեր, որոնք իրավունք չունեն ազգային ժողովում նման արտահայտություններ անել։ Դրա համար ստանում են այն պատասխանը, որը որ իրենք ստեղծում են։ Ընդդիմադիրները իշխանությանը հիշեցնում են, որ նույն Նիկոլ Փաշինյանը երբ պատգամավոր էր, բոլոր կարմիր գծերը ազգային ժողովում անցնում էր։ Լավ, հասկանալի բոլորին վիրավորում է։ Մի րոպե, այդ կարմիր գծերը այն ժամանակ բոլորին չէր տրված։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում էր այդ ժամանակ գլուխ բարձրացնել եւ անել այդ քայլերը, նա ճիշտ էր անում։ Իսկ հիմա պետք է արգելել մնացածներին չանեն, պատասխանատվության ենթարկեն։ Չի կարելի, այսպես թե այնպես ազգ է ներկայացվում։ Իրենք դա անում են, դա ներքին, եկեք ավելորդ է խոսելը, պարզ հասկանալի է իրավիճակը։ Մարդիկ այսօր նստած պայքարում են ոչ թե երկրի համար, այլ իրենց անձի, ղեկավարը քայլ անում է, օրենք ուզում է ստեղծել, արգելք են հանդիսանում, սկսում են բոյկոտել, ինչի համար, իրենց եսը, իրենց անձը, իրենց ունեցվածքը պահելու համար։ Եվ այսօր ինչ կատարում է, ես ողջունում եմ, ես ընտրել եմ իմ ղեկավարին, մինչև վերջել գնալու եմ։ Ոչ մեկ իրավունք չունի փնովել, ասել, ամեն տեղ էլ այդ ձայնի ազատությունը օգտագործվում է։ Մեկտեղ այլ կարգի չմոռանանք, որ մենք սարեցի ժողովուրդ ենք։ Մեզ հարի է այդ գոռոցը, բայց մարդկանց վիրավորելը ոչ մեկ իրավունք չի տվել։ Եվ այսօր այս ազատությունը պետք է ճիշտ օգտագործել, չի կարելի մարդկանց ազգին մեկը մյուսի հանդեպ անել, այսքան ուղղակի։